Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մեր ավանդական թեմատիկ զրույցների շարքից շաբաթական առնվազն մեկ անգամ պարբերականությամբ, չնայած երկրում ծավալվող իրադարձություններին, ավելի շուտ դրանց հետ տրամագծորեն կապված, ես այսօր նախապատրաստել եմ ձեր ուշադրությանը ներկայացնելու ինձ համար եւ կարծում եմ եւ մեր հասարակության բոլորիս համար անչափ կարեւոր մի թեմա, որը վերաբերվում է հայկական բանակին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին եւ դրանց մշուշոտ ճակատագրին։ Այս պահին, ինչպես միշտ, մեզ հետ քիչ հետո կմիանա, մեզ հետ ուղիղ եթերում, բացի Facebook-յան այս ուղիղ եթերով հեռարձակումից, 168.am լրատվական կայքի մեր գործընկերները եւ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց եւ նաեւ այն լրատվամիջոցներին, ովքեր որ հետագայում են տարածում այս տեսանյութերը իրենց YouTube-յան ալիքներում եւ կայքերում։ Մասնավորապես այդպես վարվում է Հայելի.am լրատվական կայքը, Ասեկոս.am, Փաստինֆո.am, իսկ հայկական երկրորդ հեռուստաալիքը հաճախ պատրաստում է ռեպորտաժներ այս նյութերի հիման վրա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվականների մեր գործընկերներին, նաև ուզում եմ խնդրել այս պահին եւ ընթացքում, եթերի ընթացքում մեզ հետևող քաղաքացիներին, մարդկանց, իմ ընկերներին տարածել այս տեսանյութերը իրենց անձնական հաշիվներում կամ սոցիալական խմբերում, Facebook-յան տարբեր խմբերում, որին նրանք անդամակցում են։ Դա կօգնի ապահովել դիտողականությունը եւ ավելի շատ մարդիկ նայեն այս տեսանյութը։ Վերնագիրը, որը ես ընտրել եմ այս տեսանյութի համար, չափազանց մեծ դժվարությամբ եմ ընտրել, բայց ցավոք սրտի այն համապատասխանում է այս նյութի բովանդակությանը։ Այն կոչվում է բանակի վախճանը, որովհետև ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը հետևողականորեն ոչնչացնում են հայկական զինված ուժերը, հետևողականորեն վերացնում են հայկական բանակը։ Եվ դա անում են նպատակային քաղաքականության հետևանքով։ Մի քանի օր առաջ էր, որ մենք գլխիկոր արդեն որերորդ տարին դժվարանում եմ ասել տոնում էինք հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, որ իսկապես տոն է եւ շարունակում է հաղթական տոն մնալ մեր պապերի, վաստակի, սխրանքների հաշվին, երկրապահի օրը, որը նաեւ Շուշի ազատագրման օրվա հետ էր համընկնում, եւ նաեւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Ես իհարկե այս ընթացքում խոսել եմ 2023 թվականի օգոստոսի 9-ին դավաճանված բանակ թեմայով թեմատիկ զրույց, ունեցել եմ թեմատիկ զրույց, որը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայությանը, որպես երկրի կարևորագույն անվտանգային հենասյուներից մեկը հանդիսացող մարմնի հետևողական ոչնչացման քաղաքականությանը, եւ այսօր ես կխոսեմ բանակի մասին։ Ինչ վիճակում է գտնվում այսօր հայկական բանակը եւ ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց ժամանակագրության, ինչ է վարվում, ինչ քաղաքականություն է վարվում այսօր բանակում եւ ինչ է սպասվում բանակին։ Ուրեմն կբերեմ ձեզ մի քանի մեջբերումներ Իլհամ Ալիևի խոսքերից, որոնք նա ասել է պատերազմից հետո, որպեսզի բոլորիս համար պարզ լինի, թե ում հետ է ձգտում, այսպես ասած, բարեկամություն անել Նիկոլ Փաշինյանը եւ կնքել բարեկամության, խաղաղության, չգիտես ինչ համաձայնագրեր։ Իլհամ Ալիև, պատերազմից հետո տարբեր ժամանակներ։ Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Մենք քշեցինք նրանց մեր հողերից շների պես։
հայերին պետք չէ բանակ, այսուհետ նրանք անելու են այն, ինչ մենք ենք ասելու։ Հայաստանն ամեն օր խայտառակվում է։ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, Ադրբեջանը լուծել է այդ հարցը։ Եթե հայերը թփրտան, կտեսնեն այս բռունցքը։ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը Ադրբեջանի պատմական հողեր են։ Մենք ճանապարհ կկառուցենք Ադրբեջանի պատմական հող հանդիսացող Զանգեզուրի տարածքով։ Եթե հայերը մեզ չլսեն, կտեսնեն նոր պատերազմ։ Հայերը հասկանում են միայն ուժի լեզուն, մենք արդեն ցույց ենք տվել հայերին, թե ինչպես ենք լուծելու նրանց հարցերը։ Դա մարդու պահված չէ, հայերն իրենց Ֆիզուլիում ու Ջեբրայիլում կենդանիների պես են պահել։ Մենք ցույց տվեցինք հայերին իրենց տեղը։ Սրանք ուղիղ խոսքերի մեջբերումներ էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետպատերազմյան մտքերից։ Եվ ես ուզում եմ դրանցից առանձնացնել այս թեմայի շրջանակներում մեկը։ Հայերին պետք չէ բանակ, այսուհետ նրանք անելու են այն, ինչ մենք ենք ասելու։ Ում իշխանության օրոք կարող է դա ասել եւ անել Իլհամ Ալիևը։ Միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի։ Իսկ ինչ արել Նիկոլ Փաշինյանը, որը ի սկզբանե դեռ 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո արդեն ակնհայտ է, որ նպատակ ուներ վերացնել հայկական պետությունը։ Հայկական պետությունը վերացնելու համար առաջին հերթին պետք էր կազմաքանդել, ոչնչացնել, ֆիզիկական իմաստով ոչնչացնել եւ նաեւ բարոյալքել հայկական բանակը, զինված ուժերը։ Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ստորաբաժանումը եւ անձնակազմով, եւ սպառազինություններով, եւ մարտական պատրաստվածության վիճակով, եւ զորքերի դասավորության խտությամբ միշտ եղել է Արցախի պաշտպանության բանակը։ Այնտեղ, որտեղ կազմակերպված, պլանավորված ձևով ծավալվել են 44 օրյա պատերազմի մարտական գործողությունները։ Եվ այդ մարտական գործողությունների հետևանքով բանակը կրել է մոտ 5000 անձնակազմի կորուստ։ Ընդ որում, այդ կորուստների մեջ չափազանց մեծ թիվ են կազմում միջին եւ բարձր սպայական անձնակազմը։ Այցելեք Եռաբլուր, այցելեք համայնքային գերեզմանոցներ եւ կտեսնեք զոհվածների նկարների մեջ նրանց ուսադիրները, նրանց զինվորական կոչումները։ Տեսնեք գեներալներ, գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, լեյտենանտներ։ Սպայական կազմը, հատկապես միջին սպայական կազմը, բարձր սպայական կազմը, զորամիավորումների հրամանատարներ, վաշտերի հրամանատարներ, գնդերի հրամանատարներ եւ այլն, դա բանակի ոսկին է։ Այդ ռեսուրսը հնարավոր չի վերականգնել կարճ ժամանակահատվածում։ Իհարկե ցանկացած մարդկային կորուստ շատ ծանր է եւ բանակի համար շատ ցավալի, բայց եթե շարային կազմը վերականգնվում է ամեն մի զորակոչի ընթացքում, ապա մեկ լեյտենանտ պատրաստելու, մեկ մայոր ունենալու, գնդապետ ունենալու համար պետք են տասնյակ տարիներ։ Մասնագիտական կրթություն, ծառայողական փորձառություն, ծառայողական առաջխաղացում տարբեր օղակներում, որպեսզի ունենալ որակյալ սպայական կազմ։ Պատերազմը մեզնից խլել է ոչ միայն մեր ժողովրդի թանկ զավակներին, այլ նաև զինված ուժերում պատրաստվածություն, փորձառություն, գիտելիքներ ունեցող մեծ թվով սպայակազմի, որը չի եղել, հնարավոր չի եղել վերականգնել եւ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինելու վերականգնել։ Նյութական կորուստներ բանակի։ Միայն 44 օրվա ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը կազմել է մոտավորապես $5 միլիարդ,
Խոսքը միայն նյութական կորուստի մասին է, միայն զինված ուժերի։ Ես չեմ խոսում քաղաքացիական նշանակության օբյեկտների, ճանապարհների, կամուրջների, շենքերի, շինությունների, տեխնիկայի, քաղաքացիական, ավտոտրանսպորտային միջոցների մասին։ Խոսքը միայն սպառազինությունների եւ զենքի զինատեսակների կորստի մասին է։ 44 օրում դա կազմել է $5 միլիարդ։ Մոտարապես $1.5 միլիարդ զենք եւ զինամթերք Արցախի պաշտպանության բանակը պարզապես Նիկոլ Փաշինյանի պատճառով, մեղքով ուղղակի նվիրել է Ադրբեջանի զինված ուժերին 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 27-ը ընկած ժամանակահատվածում։ Այսինքն ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակին պատճառել է մոտարապես $1.5 միլիարդ, $6.5 միլիարդ միայն նյութական կորուստ։ Ինչ են արել նաև բանակը կազմաքանդելու այլ իմաստով։ Կառուցվածքային փոփոխություններ զինված ուժերում, մասնավորապես գոյություն ունեցող, տարիների ավանդույթ ունեցող, մարտական դրոշով իրենց ծառայությունն իրականացնող բանակային կորպուսները, որոնք մեր զինված ուժերի հիմնական տարածքային կառուցվածքային միավորներն են, վերակազմակերպվել են եւ լուծարվել։ Օրինակ Վայոց ձոր, Արարատ, Սյունիք մարզերում հայ Նախիջևանյան սահմանի պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը վերապահված էր զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորմանը, 4-րդ կորպուսին, որը լուծարվել է։ Նրա մի քանի ստորաբաժանումներ փոխանցվել են մի բանակային կորպուսի, մի քանիսը մեկ ուրիշին, բայց կառուցվածքային փոփոխություններ տարել են կորպուսի լուծարման։ Դրան զուգահեռ նվազեցվել են այլ զորամիավորումների նշանակությունն ու կազմը։ Ասենք օրինակ գնդերը դարձել են գումարտակներ եւ այլն։ Բազմաթիվ նմանատիպ փոփոխություններ, որոնցով թուլացել է, ընդ որում հատկապես Արցախի ուղղությամբ եւ Արցախի թիկունքը կազմող զորամիավորումները, հատուկ բանակային կորպուսը եւ 4-րդ բանակային կորպուսը։ Կադրային փոփոխություններ այս ժամանակահատվածում 5 տարվա ընթացքում, երբ որ մեկ սահմանադրական ժամկետ է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման համար, Հայաստան ունեցել է 5 զինված ուժերի գլխավոր շտաբի 5 պետ, ունեցել է պաշտպանության 4 նախարար։ Ես էլ չասեմ, որ ինչ կադրային փոփոխություններ են եղել զինված ուժերում, հատկապես 2021 թվականի փետրվարից հետո, երբ զինված ուժերի 40 գեներալներ եւ սպաներ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ եւ վտանգավոր համարելով նրա հետագա պաշտոնավարումը, այդ փաստաթուղթը ստորագրած զինվորականների գերակշիռ մասը ազատվել են ծառայությունից, ուղարկվել են պահեստազոր, դրանց դեմ մեծամասնության դեմ հարուցվել են շինծու քրեական գործեր։ Բանակից ազատվել են եւ պահեստազոր են ուղարկվել երիտասարդ, մարտունակ, փորձառու, բազմաթիվ գեներալներ եւ սպաներ։ Բանակում հարուցվել են հազարավոր քրեական գործեր, որոնցով անցնում են տասնյակ հազարավոր զինվորականներ։ Այլևս դժվար է գտնել մեր բանակում մի սպայի, մի զինվորականի, որը չունենա որևէ դատավարական կարգավիճակ, գոնե վկայի։ Դա վերաբերում է եւ 44-օրյա պատերազմին, եւ դրանից հետո նյութական, տեխնիկական ինչ-որ խնդիրների, բանակում տեղի ունեցած միջադեպերի եւ այլն։ Ոչ մի քաղաքական ղեկավար ոչ մի դեպքով պատասխանատվություն չի կրել։ Ոչ պաշտպանության նախարարը, ոչ պաշտպանության փոխնախարարներից որևէ մեկը, ոչ քաղաքական պատասխանատվություն ունեցող որևէ այլ գործիչ։ Ցանկացած միջադեպ բանակում, ցանկացած իրադարձություն մեղսագրվում է միայն ու միայն միջին եւ բարձր սպայական անձնակազմին։ Ասենք օրինակ Ազատ գյուղի միջադեպը, որը նույն օրը բանակից ազատվեց կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները,
գնդի հրամանատարը, տեղակալներ, վաշտի հրամանատարներ, ամբողջ բանակային կորպուսը գխատվեց, բայց Սուրեն Պապիկյանը կամ նրա տեղակալները որևէ պատասխանատվություն չկրեցին։ Արցախը ամբողջությամբ հանձնված է Ադրբեջանին, եւ Նիկոլ Փաշինյանն ինքը ասում է, որ Արցախը վաղուց դեռ 91 թվականից Ադրբեջան էր, բայց բազմաթիվ զինվորականներ հիմա քրեական գործերով են անցնում, եւ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր բանտերում են նստած, այդ թվում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գեներալ-լեյտենանտ, որոնք մեղադրվում են դիրքեր հանձնելու համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ինքը ամբողջ Արցախը հանձնել է Ադրբեջանին եւ պատասխանատվություն չի կրում։ Իսկ դիրքային մարտական գործողությունների ժամանակ դեռևս չպարզված, չապացուցված հանգամանքներով զինվորականներ են, որոնք զանգվածաբար ենթարկվում են քրեական պատասխանատվությամբ։ Այսինքն այստեղ նպատակ ակնհայտ է, որ արդարադատություն իրականացնելը չի, այլ շինծու քրեական գործերի միջոցով բանակը բարոյալքելն է ամբողջությամբ, ամբողջ բանակը հանցագործ, ճակերտավոր, հանցագործ դարձնելը։ Եվ ինչ են անում սրանք դրա փոխարեն։ Փաստացի բանակը տապալելով, բանակում կանոնավոր զորավարություններ չանցկացնելով, ուսումնական պլանով նախատեսված, զինված ուժերի պլանով նախատեսված գործողություններ չիրականացնելու զուգահեռ, սկսել են բանակը համալրել անկազմակերպ, անկանոն միավորներով, որոնք ակնհայտորեն չեն կարող լուծել մարտական խնդիրներ։ Դրանցից մեկը այսպես կոչված երկրապահ կամավորականների միության ներգրավումն է զինված ուժերում։ Երկրապահ կամավորականների միությունը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է։ Հասարակական կազմակերպությունների անդամները զենք կրելու իրավունք չունեն։ Բայց երկրապահ կամավորականների միությունը Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, որպեսզի զսպի այդ կազմակերպության երբևէ անդամակցած Արցախի պաշտպանությանը իրենց մասնակցությունը բերած ազատամարտիկների ատելություն այս իշխանությունների նկատմամբ, որովհետև այս իշխանությունն է նրանց ազատագրած, նրանց զոհողությունների, նրանց անձնազոհության, նրանց մարտական ընկերների կյանքի գնով ազատագրված հայրենիքը հանձնել թշնամուն եւ համարում Ադրբեջան։ Եվ որպեսզի զսպեն այդ մարդկանց զայրույթը, այդ ատելությունը իշխանության նկատմամբ, ձևավորել են այսպես կոչված պայմանագրային զինծառայություն եւ բազմաթիվ հազարավոր մարդկանց ներգրավել են պայմանագրային զինվորական ծառայության մեջ։ Սասուն Միքայելյանը մի անգամ հայտարարեց, որ 2021 թվին ԵԿՄ անդամներից պայմանագրային զինծառայության են անցել մոտավորապես 1400 հոգի, թվերում կարող է սխալվեմ, կներեք, բայց մոտավորապես եմ ասում։ 2022 թվականի մոտավորապես 1800 հոգի, իսկ այս տարի բանակի օրվա կապակցությամբ հայտարարեց, որ այդ կարգավիճակ ունեն ուշադրություն։ 8000-ից մինչև 10000 մարդ։ Պայմանագրային զինծառայության եւ առհասարակ զինվորական ծառայության տարիքային առավելագույն շեմը, հիմնական շեմը 45 տարեկան է։ 45 տարեկանից բարձր մարդիկ կորցնում են իրենց ունակությունները, ֆիզիկական կարողությունները մարտական խնդիրներ լուծելու համար։ Անկամ կադրային սպաները, որոնք բանակում ծառայում են, 45 տարեկանը լրանալուց հետո ուղարկվում են ծառայողական թոշակի։ Պարզավոր ԵԿՄ անդամների գերակշիռ մասը վեր է այդ տարիքային շեմից։ Հետևաբար նրանք ի վիճակի չեն արդյունավետորեն լուծել մարտական խնդիրներ։ Բայց նրանք ստանում են վարձատրություն, նրանք ստանում են զենք, եւ դժվար ասել, թե այդ զենքը ինչ նպատակի համար է կիրառվելու։ Որտեղ է անհրաժեշտությունը ունենալ նման մեծ թվով կամավորականներ։ Մինչև պատերազմը խոսվում էր, որ հայկական բանակ ունի մոտավորապես 60000 զինծառայող եւ պաշտպանական շատ մեծ սահմանագիծ եւ տեղամաս։ Արցախի պաշտպանության բանակը լուծարելուց հետո զորակոչերով զոհված զինծառայողների
կազմը նորակոչիկներով համալրելուց հետո ստացվում է, որ մեր բանակի թվաքանակը անձնակազմի իմաստով վերականգնվել է։ Իսկ պաշտպանական տարածքը փոքրացել։ Հետևաբար որտեղ է անհրաժեշտությունը, որպեսզի բանակը ներգրաված լինի նման մեծ թվով պայմանագրային ծառայողներով։ Եթե կանոնավոր բանակը իր հիմնական պայմանագրային կազմով, հաստիքային զինվորականներով եւ ժամկետային զինվորականներով փաստացի պետքա որ ի վիճակի լիներ ըստ պլանի գործողություններ իրականացնել հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Ակնհայտ է, որ թույլատնում են հիմնական, կանոնավոր, ստացիոնար մարտական ստորաբաժանումները տեղը տալով բարձր տարիքի մարտական խնդիրներ լուծելու ունակություններից զուրկ անկազմակերպ հասարակական կազմակերպությունների։ Ըստ Սասուն Միքայելյան հիմա տենց մի հատ Պրիգոժին է, էլի, մասնավոր բանակ է ստարկել պետության հաշվին։ Եվ դժվար ասել, թե ներքաղաքական անկայունության պայմաններում դա ինչ աղետ են պատրաստվում բերել մեր ժողովրդի գլխին ինչ ողբերգություն այդ անկանոն անկազմակերպ եւ կուսակցական մոտիվացված զինվորականներով։ Մենք դրականատեսը եղանք Կիրանց գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ որ Տավուշի ԵԿՄ մարզային կազմակերպության ղեկավարի ուազը ուղղակի մի քանի փորձից քշում էր խաղաղ մարդկանց վրա։ Եվ դրա հետևանքով հանիրավի ձերբակալվել է գնդապետ Մասուդյանի որդին։ Մյուս ռեսուրսը այսօր բանակում շատ մեծ դեր ունեցող դա 25 օրվա վարժական հավաքներն են։ Մինչ այդ մեր բանակում եղել են երամսյա վարժական հավաքներ ըստ զինվորական մասնագիտությունների, այսինքն զորացրվելուց հետո ժամանակ առ ժամանակ զինվորականները հրավիրվել են ծառայության, իրենց ժամկետային զինծառայության ընթացքում ունեցած մասնագիտությամբ պարզապես վերապատրաստվելու, իրենց գիտելիքները թարմացնելու եւ պահեստազորում գտնվելու նպատակով։ Իսկ հիմա ինչ է արվում։ Այս երամսյա հավաքները փոխարինվել են 25 օրյա հավաքներով, որից 10 օրը այդ հավաքի մասնակիցները անցնում են նախնական պատրաստություն, ընդամենը 10 օր, ընդ որում ոչ իրենց մասնագիտությամբ, իսկ 15 օրը տանում են նրանց մարտական հերթապահության։ Այսինքն հնարավոր է, որ մարդը զինվորական ծառայության ընթացքում եղել է հրետանավոր, կամ կապավոր, կամ տանկիստ, կամ հետախույզ, բայց հիմա նրան տանեն հետևակ, պետական սահմանի պահպանության, առանց տեղանքին ծանոթացնելու, առանց զինվորական ծառայության այդ առանձնահատկությունները հաշվի առնելու։ Եվ ինչի համար են դա անում։ Առաջին, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կիրառելու համար բանակում, այսինքն եթե պիտի դրա փոխարեն ժամկետային զինծառայողները 15 օրվա հերթափոխով իրենց զորամասից դուրս գային ծառայության եւ այլն, ապա այս դեպքում ոչ պրոֆեսիոնալ մարդ, ենթադրենք մի հատ մասնավոր ընկերության առաքիչ, վերցնում են տանում են բանակ, հավաքի, 10 օր մի հատ զորամասում պատրաստություն, 15 օր մարտական հերթապահություն, ոչ տեղանքին է ծանոթ, ոչ մարտական խնդրի եւ այլն։ Երկրորդը դա արվում է մասնավոր կազմակերպությունների հաշվին, որովհետեւ այն մարդիկ, ովքեր գնում են վարժական հավաքների հետ 25 օրը իրենց վարձատրությունը շարունակում են ստանալ իրենց կած գործատուից, այսինքն եթե մարդը որևէ ֆիրմայում աշխատում է առաքիչ եւ իրան տանում են վարժական հավաքների, նրա աշխատավարձը պահպանվում է, այսինքն ֆիրման է վճարում այդ աշխատավարձը, այլ ոչ թե պաշտպանության նախարարությունը։ Դա էլ են թողել մասնավորի ուսերին լրացուցիչ բեռ ստեղծելով մեր ժողովրդի մասնավոր ընկերությունների համար։ Եվ վերջին բաղադրիչը քաղաքական, որպես կանոն վարժական հավաքների հրավիրում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների կամ հավաքների մասնակիցների, հանրահավաքների։ Այդպես վարվել էր նաև, հիշում եք, Անդրանիկ Քոչարյանը, երբ որ հանձնարարական էր տվել ներքին գործերի նախարարությանը, որ ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդների տվյալները փոխանցեն պաշտպանության նախարարությանը եւ նրանց տանեն վարժական հավաքների։ Այսինքն այդ գործիքը օգտագործում են որպես ճնշում
քաղաքական ճնշում ընդդիմախոսների վրա։ Բանակը բարոյա լքելու մյուս հիմնական քաղաքականությունը, որ հետևողականորեն անում այս իշխանությունը, դա կանանց դերն է բանակում։ Համոզվելու համար կարող եք այս տեսանյութը նայելուց հետո մտնել Պաշտպանության նախարարության Facebook-յան էջ կամ պաշտոնական ինտերնետային կայք եւ թերթել վերջին, ասենք, 2 ամսվա պաշտոնական հաղորդագրությունները։ Ու այդ հաղորդագրությունների մեջ, բացի սահմանային միջադեպեր, բան այդ հաղորդագրությունները կտեսնեք բազմաթիվ տեսանյութեր, որոնք պատմում են կանանց դերը բանակում։ Սկսած են իրենց ստեղծած կանանց վաշտից, մինչև միակ զինծառայող կամավոր ժամկետային հիմունքներով, որ ընդամենը 6 ամիս պիտի ծառայի, այդ աղջկա մասին բազմաթիվ տեսանյութեր, չգիտեմ, կին բուժաշխատողներ, կանայք ռազմական ուսումնարանում, կանայք ռազմական համալսարանում, կանայք, այսինքն բանակը դարձրել են կանանց ժամանցի պիկնիկի մի վայր։ 22 թվին է դեռ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Մարշալ Բաղրամյան հրաձգարանում կրակային պատրաստության դասընթացներ, նախապատվությունը տրվում է կանանց։ Ազգային ժողովի ՔՊ պատգամավորներ դրանց բարակ ոտերով, տգեղ տեսքով, զինվորական կասկաները գլխին գնացել են 10 փամփուշտից կրակում, որից հետո պիկնիկ էին անցկացնում այդ զորավարժանում։ Պարզա չէ, որ ինչ մարտական խնդիր դրանք այնտեղ պետքա լուծեին, ինչի համար են նախապատրաստվում։ Եվ այդ հիմքը կանանց բանակում այդ ձևով բանակը վարկաբեկելու դրել է Աննա Հակոբյանը, դեռևս պատերազմից առաջ, եւ որ 2020 թվականի հոկտեմբերին ներողություն, երբ որ ինքը դեռ պատերազմից առաջ այցելում էր կանայք հանուն խաղաղության ծրագիր էր նախաձեռնել 2018 թվականի հոկտեմբեր, այցելելով Արցախի պաշտպանության բանակի առաջնագիծ։ Պատերազմից մի քանի օր առաջ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին հաղորդագրություն են տարածում, որ Աննա Հակոբյանը եւ մի խումբ արցախցի կանայք անցել են մարտական եւ կրակային պատրաստության 7-օրյա դասընթաց Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ Դրանից հետո մի հատ այդ կանանց վաշտը ստեղծեցին 2020 թվական, ֆիլմ նկարեցին կին պաշտպանության նախարարի, կին, կանայք, այսինքն բանակը դա ոչ թե տղամարդկանց գործն է, ինչ որ ավանդաբար եղել է, կանայք միշտ եղել են մեր բանակում, միշտ իրենց նշանակալի դերն են ունեցել, բայց հիմնականում Պաշտպանության նախարարության կենտրոնական վարչական համալիրում, վարչական պաշտոններում կամ բժշկական ծառայություններում, տեխնիկական կազմակերպական հարցերում, բայց մարտական խնդիրների, մարտական ստորաբաժանումներում ինչ խնդիր կա, որ կանայք պիտի հիմա գնան բանակ ծառայեն։ Սա բանակը բարոյալքելու, կազմաքանդելու հիմնական միջոցներից մեկն է հանդիսանում։ Ուրեմն մյուս ձևը բանակը բարոյալքելու, թուլացնելու, բանակի նշանակությունելու, դա բանակում վերջերս կազմակերպվող սպորտային միջոցառումներն են։ Այն նույն ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանը առանձին, Ադրբեջանը եւ Թուրքիան միասին անցկացնում են մի քանի տասնյակ զորավարժություններ, հիմնականում Հայաստանի հետ սահմանին, դրան ներգրավում են տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում տանկային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության դեսանտային ստորաբաժանումներ, ձմեռով, ամառը, լեռնային վայրերում, բնակավայրերի ներսում, Հայաստանի պաշտպանության նախարարությունը կազմակերպում է վոլեյբոլի համաբանակային առաջնություն, իսկ այս տարվա մարտին Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի առիթով ֆուտբոլի համաբանակային առաջնություն։ Կազմակերպվել էր բանակի կազմավորման օրվա կապակցությամբ նաև կանանց շրջանում, բանակում ծառայող կանանց շրջանում տարբեր մարզաձևերից սպորտային առաջնություններ, վազք, լող, չգիտեմ, սեղանի թենիս, սպորտային միջոցառում, այսինքն բանակը դարձել է ֆիթնես կենտրոն։
Իսկ հիմա ինչ է արվում, որտեղից է երևում բանակի վերջնական լուծարումը, Տավուշի մարզի իրադարձությունների զարգացումներից, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է, երբ որ մենք իրականացնենք Տավուշից սկսած սահմանազատում և սահմանագծում, այլևս բանակը չի զբաղվելու պետական սահմանի պահպանությամբ, և առհասարակ, բանակի խնդիրը չի սահմանների պահպանությունը, սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, որպեսզի պարզ լինի, թե ինչ է, որն է դրա տարբերությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը ի վիճակի է գործնականում իրականացնել պետական սահմանի պահպանություն միայն այն տեղամասերում, որտեղ սահմանները ոչ միայն գծանշված, գծագրված, առանձնացված են, այլ նաև կահավորված փշալարերով, պատնեշներով, պատերով, տեսադիտարկող սարքերով, ամրաշինական կառույցներով, տեսադիտարկման աշտարակներով եւ այլն։ Միայն այդ դեպքում բաց տարածության մեջ, այդ մեծ հեռավորության վրա երկու սահմանապահ եւ մեկ գերմանական ավչարկան ի վիճակի չեն իրականացնել պետական սահմանի պահպանություն։ Եվ սա ուղղակի քաշում է մեր բանակը սահմանից։ Հիշեցնեմ ձեզ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունները կրկին Իլհամ Ալիևի պահանջով։ Ասում էր, մենք պատրաստ ենք հայելային կերպով զորքերը հետ քաշենք սահմանից։ Ալիևը հրաժարվեց։ Ասում էր, որ ստեղծենք չեզոք գոտի, ապա ռազմականացված գոտի սահմանային հատվածներում։ Ալիևը հրաժարվեց։ Հիմա ասում է, հետ քաշենք բանակները եւ տեղակայենք սահմանապահ զորքեր։ Ինքը հետ է քաշում, արդեն Տավուշի մի քանի հատվածներից հետ են քաշվել, Սյունիքում բազմաթիվ հատվածներում արդեն զորքը հետ է քաշվել, կանգնած է Հայաստանի կողմից սահմանապահ ծառայությունը, իսկ Ադրբեջանը այդ հատվածներում տեղակայում է հատուկ նշանակության կոմանդո զորամիավորումներ, որոնք միայն պայմանագրային զինծառայողներից կազմած զորամիավորումներ են, վերապատրաստում անցած Թուրքիայում եւ ունեն բազմաֆունկցիոնալ նշանակություն։ Այսինքն այդ զորամիավորումները կարող են պետական սահմանի պահպանությունից բացի իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ, գրավել բնակավայրեր եւ այլն։ Ինչը որ արել են Արցախում 44 օրյա պատերազմում, այսինքն դրանք մոբիլ, ոչ մեծ, արագ տեղաշարժվող եւ տարբեր մարտական խնդիրներ լուծող բազմաֆունկցիոնալ ստորաբաժանումներ են։ Հիմա հետ են քաշում մեր բանակը սահմանից, մեր ժողովրդին թողնում են անպաշտպան, իսկ Ադրբեջանը այնտեղ տեղակայում է կոմանդո զորամիավորումներ, որոնց քանակը, թվաքանակը այդ զորամիավորումների 44 օրյա պատերազմից հետո ավելացել է ուշադրություն 2.5 անգամ։ Եվ նրանք տեղակայված են բացառապես հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանում ուրիշ որևէ տեղ իրենց տարածքում այդ զորամիավորումները տեղակայված չեն։ Ինչ ունեցել են մինչև պատերազմը ունեն, ավելացրել են դրանց քանակը 2.5 անգամ, որովհետև ավելացել է պետական սահմանի պահպանության տեղամասերը այդ ստորաբաժանումների համար։ Հիմա հարց. Եթե բանակը քաշվում է մեր սահմաններից ընդհանրապես, հիմա ասենք հայ-թուրքական սահմանը նայում են ռուս սահմանապահները, հայ-իրանական սահմանը ռուս սահմանապահները։ Մեր բանակը պահպանում էր հայ-ադրբեջանական սահմանը։ Հիմա եթե հայ-ադրբեջանական սահմանից էլ է հանում բանակին, ապա հարց առաջանում. Էլու՞մ է պետք բանակը։ Էլ ինչ խնդիր պիտի լուծի մեր բանակը։ Ինքն էլ հայտարարում, որ մենք որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունենք, հետևաբար որևէ հարձակողական զենք չենք առնում, պիտի երկիրը պաշտպանենք, բայց երկիրն էլ ումից պաշտպանենք։ Նրանցից ումից, որ երբեք չենք կարող պաշտպանենք, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան միշտ կարող են հարձակվել եւ գրավել մեր երկիրը։ Ուրեմն մեզ բանակ պետք չի։ Երևի Հայաստանի զինված ուժերից կթողնեն միայն մեկ մարտական, ճակերտավոր, մարտական ստորաբաժանում։ Զինված ուժերի նվագախումբը։
եւ պատվո պահակախումբը։ Դա էլ այն բանի համար, որ արտասահմանյան պատվիրակությունների, այդ թվում Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի նախագահի այցելությունների ժամանակ բարձր որակով եւ անսլուխ նվագեն Ադրբեջանի սլուխով ավելի շուտ նվագեն Ադրբեջանի կամ Թուրքիայի պետական օրդներները։ Այս է մնալու մեր բանակից։ Սպառազինություններ։ Պատերազմից հետո այդքան վնասելուց հետո մեր նյութական վնաս պատճառելուց հետո ըստ էության որևէ էական գնումներ չեն արել։ Այդ մնացած քարոզչական, որ ասում են Հնդկաստանից զենք են առնում բան։ Այն ինչ որ առնում են Հնդկաստանից, դա դեռ մի մասն են ընդամենը կարած է բերել, մեծ մասը բերելու հնարավորություն չունեն լոգիստիկ խնդիրներ, եղածնել հաուբիստերը մի քանի հատ շարժական, որի անալոգները Ռուսաստան արտադրում է շատ ավելի լավ որակով եւ ավելի էժան։ Հələ պարզի թե դրա սնայրատները կարողանալու են ձեռք բերել, թե չէ, ոնց որ սուերի հրթիռները տենց էլ չեն կարողանում ձեռք բերեն։ Ֆրանսիայից ձեռք են բերել ընդամենը Պատրիոն, տրանսպորտային, զրահապատ տրանսպորտային միջոցներ, այսինքն ավտոմեքենաներ։ Դա սպառազինություն չի։ Բայց պարզվում է, որ դրանք բերել են, բայց մեր զինվորները Մեղրիում Ուրալով են շուռ գալի մահանում։ Բա որ բասյոն եք բերել։ Այդ բասյոնը չի չեք տվել մեր զինված ուժերին, որ ժամանակակից զրահամեքենաներով տեղափոխվեն, կալոտկեքը մաշած, շլանգները տրակած Ուրալներով են տեղափոխվում ու մահանում վթարի հետևանքով։ Որովհետև շատ մեծ հավանականությամբ ես խորին համոզմունք ունեմ, որ այդ բասյոնները ոչ թե մեր բանակի համար, այլ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության, որոնց թվականակը արդեն ավելանալու է եւ տեղակայումը մեծանալու է, եւ այդ մեքենաները նրանց համար են շատ մեծ հավանականությամբ։ Դրա համար այդքան հեշտ բերեցին, վրացիները այդքան շուտ թույլատրեցին, որ նրանք մտնեն Հայաստան, որտեղ դա Հայաստանից զինված ուժերի համար չի։ Դա Եվրամիության դիտորդների համար է, շատ մեծ հավանականությամբ։ Իսկ երկրորդ տեխնիկան, որ դիտան, որ էլի զենք չի, դա ռադիոլոկացիոն կայաններն են։ Դա էլ ինչի համար է, որովհետև հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը միասնական է, որպեսզի այդ ռադիոլոկացիոն կայանների տեղակայումով հնարավորություն ունենան եվրոպական տեխնիկայի միջոցով հասանելիություն ունենան ռուսական ռադիոհաղորդիչ միջոցներին, հաճախականություններին, համակարգի աշխատացման մեխանիզմներին եւ այդ տեղեկությունները ձեռք բերելով փոխանցեն Ուկրաինայում արևմտյան ռազմաճակատին, իսկ Ռուսաստանի դեմ գործողությունները, դե հայկական բանակին ոչ մի արդյունք չտվող միջոցները։ Իսկ Եվրամիության դեսպանը Հայաստանում հայտարարում է, որ Հայաստանը իրանք պատրաստ է տրամադրել միայն ոչ մահաբեր զենքեր։ Հետաքրքիր է, Ուկրաինայիներ են իրանք միայն ոչ մահաբեր զենքեր տրամադրում։ Բայց ոնց անդեղ իրանք տրամադրում են ամենավերջին սերնդի տանկեր, ինքնաթիռներ, հրետանային միջոցներ, արկետ, տեխնիկա եւ այլն, այնա մեծ մասը Ռուսաստանի Կարմիր հրապարակի մատույցներում կանգնած է ռազմավարի տեսքով։ Իսկ Հայաստանի տրամադրում են ոչ մահաբեր զենքեր։ Բանակը քանդելու մեկ այլ դրսևորում են ռազմական ուսումնական հաստատություններում տիրող ծանր վիճակը։ Բացի դրանից, որ որոշում է կայացվել վերամիավորել Վազգեն Սարգսյանի անվան եւ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունները, վերջին տարիների աղետալի ցուցանիշներից է այդ հաստատություններում ընդունելության ցածր մակարդակը եւ հետաքրքրության պակասը ռազմական կրթության նկատմամբ։ Եզրահանգումներ անելուց ես ուզում եմ ձեզ շատ հետաքրքիր փաստերով ամեն ինչը ամփոփել։ Ասեցինք, կրկնենք ստեղ եզրահանգումների մեջ նույնպես Իլհամ Ալիևի խոսքերը, որը Նիկոլ Փաշինյանի համար օրենքից էլ բարձր, օրենքը որն է, Հայաստանի սահմանադրությունից էլ բարձր իմաստ ու արժեք ունեն։ Իլհամ Ալիևն ասել է. հայերին պետք չէ բանակ, այսուհետ նրանք անելու են այն, ինչ մենք ենք ասելու։ Եվ Իլհամ Ալիևի այս խոսքերից առաջ պարզվում է, որ գոյություն ունի նաև թուրքական պատկերացումները Հայաստանի եւ հայկական զինված ուժերի մասին։
վերջին անգամ դա արտացոլվել է Ալեքսանդրապոլի պայմանագրում, կնքված 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, իհարկե դա իրավական ուժ չի ունեցել, այսինքն ուժի մեջ չի մտել, որովհետև հայկական բոլշևիկյան նոր հանրապետության իշխանությունները դա չեն ընդունել, չեն վավերացրել, բայց դա ստորագրվել է, այսինքն դա այն արտացոլումը, թե ինչ են թուրքերը ուզում Հայաստանից, ինչպիսին են պատկերացնում իրենց պատկերացումներում, ինչպիսին է Հայաստանը։ Հիմա կարդում եմ, որպեսզի դուք իմանաք, թե Թուրքիան եւ Ադրբեջանը ի վերջո ինչ են ուզում թողնել Հայաստանից եւ Հայաստանի զինված ուժերից։ Ուշադրություն։ Թուրքիային է անցնում Կարսի մարզը Սուրմալու գավառը, ավելի քան 20.7 կիլոմետր քառակուսի։ Նախիջևանի, Շարուրի եւ Շահթախտի շրջանները հայտարարում են ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո։ Ուրեմն, այստեղի բանակի վերաբերող մասը։ Հայաստանը զրկվում է նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու եւ բանակ պահելու իրավունքից։ Նա կարող է ունենալ միայն 1500 զինվոր, նվագախումբն ու պատվո պահակախումբը, 8 թնդանոթ եւ 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ եւ նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի պայմանով, որ չլինեն 15 սանտիմետր տրամաչափի ու հեռահար հրանոթներ։ Նույն այս պայմանագրով Հայաստանից պահանջվում է, որպեսզի Հայաստանը ազատ տարանցիկ առևտրին եւ փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավ բնակչության իրավունքները։ Այս բոլոր պայմանները ոտնահարվում էին Հայաստանի իրավունքները, արգելվում է հայ գաղթականների վերադարձը հայրենիք։ Սա էլ Սփյուռքին վերաբերող մասն է։ Թուրքիան ազատվում է ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Այսինքն այն ինչ որ Թուրքիան ակնկալել է եւ ստորագրությամբ ստացել է 20 թվականին, որովհետեւ ընդունել է, որ ինքը հաղթել է Հայաստանը եւ կապիտուլյացիա է ենթարկել, նույն տրամաբանությամբ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց մեկ միասնական պետություն համարելով 44 օրյա պատերազմի արդյունքներով համարում են, որ հաղթել են Հայաստանին եւ պարտավորեցնում են Հայաստանին տարբեր ժամանակաշրջանում կնքվող կապիտուլյացիաներով, այսինքն 20 թվականի նոյեմբերի 9-ով, 22 թվականի հոկտեմբերի 6-ով, 24 թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ, մաս հանձնել ադրբեջանական, թուրքական հսկողության Հայաստանի տարածքներ եւ վերացնել զինված ուժերը, որպեսզի երբևէ Հայաստանը ունենա ինքնապաշտպանական կարողություն։ Այնտեղ նաև մի կետ կա, որտեղ ասում է, որ Թուրքիան իրավունք է ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված շրջանները, Ալեքսանդրապոլի գավառ, պետք է ազատվեն Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Հասկանում եք, այս պայմանագիրը դեռևս մնում է թուրքական հիշողության մեջ։ Եվ սա է պահանջվելու Հայաստանից եւ պահանջվում։ Հայաստանը դա անում է միայն մի դեպքում, եթե Հայաստանի ղեկավարը մնում է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ վերեք կարդանք, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը, որը փաստացի մեծ ղեկավարություն եւ ազդեցություն իր ամուսնու վրա։ 2023 թվականի փետրվարի 6 Իսլանդիա կատարած այցից հետո նա մի գեղարվեստական շարադրություն էր գրել Իսլանդիայի մասին, խորհրդանշական կերպով դա կապելով Եղիշե Չարենցի Երկիր Նայիրի վեպը այդ գրքի տեսքով կորցնելու պատմության հետ, թե ինքը ինչպես ճանապարհին վերցրել այդ գիրքը կարդալու եւ կորցրել էր Երկիր Նայիրին։ Ու հետաքրքիր ասում է, որ դա արվեց հենց Իսլանդիայում եւ պատմում է Իսլանդիայի մասին։ Ուշադրություն։ Աննա Հակոբյան 6 փետրվարի 2023 թիվ։
Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա, զինված ուժեր չկան, ոստիկանների մոտ հրազեն չկա։ 1262 թվականին Իսլանդիան Ֆինլանդիայի կազմում էր, 1537 թվականին Դանիայի, 1918 թվականին Իսլանդիան դեռ ինքնիշխան պետություն էր Դանիայի կազմում, 1944 թվականի հանրաքվեով ուշադրություն իսլանդացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն և 2 տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, սրանք մեր ռուսներն են, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ։ Այս տարիներին Իսլանդիան շատ աղքատ պետություն էր։ Դրանից հետո տիկին Աննան պատմում է, թե ոնց ալնում, որ Իսլանդիայի մնում է ընդամենը 170,000 բնակչություն, որին հաջողվել է պահպանել 102,775 կիլոմետր քառակուսի տարածք, նախկինում ունեցած հսկայական տարածքներից, և նրանք չեն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյակ միլիոններով գերազանցող երկրների հետ, չեն վախեցել հաշտվել այդ երկրների հետ, չեն վախեցել դարավոր թշնամուց, չեն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը և կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին, չեն վախեցել, հասկանում եք, որ իրենք կկորցնեն իրենց պետությունը և կձուլվեն հարևան ժողովուրդներին, չեն վախեցել, որ 50 միլիոնանոց հարևան թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170,000 բնակչով իրենց երկիրը։ Ցուցանիշները տեսնում եք, չէ՞, ոնց է մեկի մեկ համընկնում Թուրքիայի, Հայաստանի, Իսլանդիայի և իր հարևան երկրների հետ։ Եվ գոհ է տիկին Աննան, և նկարագրում է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստան Իսլանդիայի օրինակով, չունենալով զինված ուժեր։ Եվ այս ամենը ակնհայտ է դարձնում, որ այս հետևողական քաղաքականությունը ունի մեկ նպատակ՝ վերացնել Հայաստանի զինված ուժերը։ Իսկ ինչի համար է դա, որպեսզի հայ ժողովուրդը մնա մենակ, անպաշտպան, մինչև ատամները զինված թշնամու դեմ հանդիպման։ Ինչպես որ արվեց Արցախում, ինչպես հանձնվեց Արցախը պատերազմից հետո։ Չթույլատրեցին, որ Արցախի պաշտպանության բանակը համալրվի Հայաստանից ժամկետային զինծառայողներով։ Չթույլատրեցին, որ Լաչինի միջանցքով Արցախը հասցվի որևէ զենք սպառազինություն, ռազմամթերք, նույնիսկ զինվորական համազգեստով մարդիկ, Արցախի պաշտպանության բանակի գեներալները իրավունք չունեին զինվորական համազգեստով անցնել Լաչինի միջանցքով։ Նրանք գնում էին քաղաքացիական հագուստով, վերադառնում Հայաստան քաղաքացիական հագուստով, զինվորական համազգեստ կրում էին միայն Արցախում։ Հետո եղավ շրջափակում Արցախի, որպեսզի Արցախը մնա մենակ, թողեցին միայնակ, անպաշտպան, անզեն, մինչև ատամները զինված թշնամու դիմաց, որպեսզի նա հեշտությամբ զավթի և գրավի Արցախը։ Նույն ճակատագիրը սպասվում է Հայաստանին, ավելի շուտ Հայաստանի այս մյուս հատվածին։ Զինաթափել բանակը, կանոնավոր ռազմական ստորաբաժանումները փոխարինել տարերային, անկազմակերպ, 25-օրյա, պայմանագրային երկրապահական, անկապ, անտեր, անկանոն ստորաբաժանումներով, թուլացնել բանակի բարեհոգեբանական ոգին, հետ քաշել բանակը սահմաններից և հնարավորություն տալ թշնամուն գրավել մեր երկիրը։ Ավելին են անում սրանք, ականազերծում են տարածքները, որոնք հանձնվում են թշնամու ճանապարհը դեպի մեր երկիր բացելու համար։ Եվ հիմա սիվիկներով, իրենց կայքերով, կարճ տեսանյութերով իմ դեմ են փորձում քարոզություն իրականացնել, որ ես ասել եմ, որ շատ լավ է եղել, որ սակրավորը, որ դուրս է բերում մերականը մեր երկրի տարածքից և ճանապարհ է հարթում թշնամու համար, ճակատագրական հաջողություն է նրա պայթել է հենց այդ ականի վրա։ Այո, նա դավաճան է։
մեր երկրի տարածքը ականազերծողը թշնամու ներխուժման համար, թշնամու առաջ ճանապարհ բացող զինվորականը վարչապետից, նախարարից, շտաբի պետից, կորպուսի հրամանատարից, գնդի գումարտակի հրամանատարից մինչև զինծառայող դավաճաններ են, ովքեր բացում են հայրենիքի դռները մեզ սպանելու, մեր պետությունը կործանելու համար։ Եվ դա միակ դեպքը չի։ Ամբողջ բանակն են հանելու սահմաններից, բացելով դռները թշնամու առաջ։ Փրկության ձև կա։ Փրկության առաջնորդ էլ կա։ Փրկության առաջնորդի անունը մեր շարժման Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, Տավուշի թեմի առաջնորդ մեր սիրելի Սրբազանը, իսկ փրկության ուղին նրա առաջնորդությամբ համաժողովրդական շարժումը, որը լեգիտիմ ձևով խորհրդանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցով պետք է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերականգնի Հայաստանում պետականությունը, կազմակերպի մեր երկրի պաշտպանությունը եւ վերականգնի մեր բոլորիս պատիվն ու արժանապատվությունը, մեր երկիրը հեռու պահելով հնարավոր բոլոր պատերազմների, վտանգներից ու սպառնալիքներից եւ այդ խաղաղության պայմաններում ապահովել մեր պետության եւ ժողովրդի խաղաղ եւ բարեկեցիկ զարգացումը։ Բոլորին կոչ եմ անում այս վտանգները աչքի առջև տեսնելով, այս սպառնալիքներին ռեալ ու սթափ դատողություններով գնահատելով կանգնել Բագրատ Սրբազանի կողքին եւ փրկել մեր երկիրը հայ ժողովրդի այս անիծված թշնամիների կեղտոտ, արյունոտ, մահաբեր եւ կործանարար ճանկերից։ Աստված մեզ հետ, Աստված մեր ժողովրդին պահապան, կեցե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։